Ծննդոց, գլուխ 46 Իսրայելն իր ամբողջ ունեցվածքով ճանապարհ ընկավ։ Նա եկավ Բերսաբեե և զոհեր մատուցեց իր հոր Իսահակի Աստծուն։ Գիշերային տեսիլքով Աստված խոսեց Իսրայելի հետ և ասաց. Հակոբ, Հակոբ։ Նա ասաց. ահա ես այստեղ եմ։ Աստված ասաց. ես եմ քո Աստվածը, քո հոր Աստվածը։ Մի վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև ես այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու քեզ։ Ես քեզ հետ կիջնեմ Եգիպտոս, նաև անպատճառ կհանեմ այնտեղից, և Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը։ Հակոբը դուրս ելավ Բերսաբեից։ Իսրայելի որդիներն իրենց հայր Հակոբին, իրենց երեխաներին և իրենց կանանց տարան այն կարգերով, որ փարավոնն ուղարկել էր նրանց տանելու համար, և վերցրին իրենց անասունները և իրենց ունեցվածքը, որ ստացել էին Քանանի երկրում։ Հակոբը և իր ամբողջ սերունդն իր հետ եկան Եգիպտոս։ Իր որդիներին ու որդիների որդիներին իր հետ և իր աղջիկներին ու իր որդիների աղջիկներին իր ամբողջ սերունդն իր հետ բերեց Եգիպտոս։ Սրանք են Իսրայելի որդիների անունները, որոնք եկան Եգիպտոս։ Հակոբն ու իր որդիները։ Հակոբի անդրանիկը Ռուբեն։ Ռուբենի որդիները Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։ Շմավոնի որդիները Համուել, Համին, Օհադ, Հաքին և Սահար, նաև քանանացի կնոջից ծնված որդին Սավուղ։ Ղևիի որդիները Գերսոն, Կահաթ և Մերարի։ Հուդայի որդիները Էր, Օնան, Սելոմ, Փարես և Զարա, բայց Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Փարեսի որդիները Եսրոն և Համուլ։ Իսաքարի որդիները Թավղա, Փուա, Հոբ և Սամրոն։ Զաբուղոնի որդիները Սարեդ, Ելոն և Հաղել։ Սրանք Լիայի որդիներն են, որոնց ծնեց Միջագետքում Հակոբի համար, նաև նրա Դինա աղջկան։ Նրա բոլոր որդիներն ու աղջիկները 33 հոգի էին։ Գադի որդիները Սափոն, Անգի, Սունի, Եսբոն, Էրի, Արոտի և Արելի։ Ասերի որդիները Հեմնա, Հեսուա, Հեսուի, Բարիա, նրանց քույրը Սարա և Բարիայի որդիները Քաբեր և Մախքիել։ Սրանք Զեբխայի որդիներն են, որին Լաբանն իր Լիա աղջկան էր տվել, և նա սրանց ծնեց Հակոբի համար, 16 հոգի։ Հակոբի կին Ռաքելի որդիները Հովսեփ և Բենիամին։ Հովսեփի համար Եգիպտոսի երկրում ծնվեցին Մանասեն և Եփրեմը, որոնց ծնեց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը նրա համար։ Բենիամինի որդիները Բաղա, Բոքոր, Ասբել, Գերա, Նեեման, Էհի, Ռոս, Մուփիմ, Ռոփիմ և Արեդ։ Սրանք Ռաքելի որդիներն են, որոնք ծնվեցին Հակոբի համար, բոլորը 14 հոգի։ Դանի որդին Հուսիմ։ Նեփթաղիմի որդիները Հասիել, Գունի, Հասիր և Սիլլեմ։ Սրանք Բաղայի որդիներն են, որին Լաբանն իր աղջկան էր տվել, և նա սրանց ծնեց Հակոբի համար, բոլորը 7 հոգի։ Հակոբի հետ Եգիպտոս եկած բոլոր մարդիկ, որոնք նրա երանքից էին դուրս եկել, բացի Հակոբի որդիների կանանցից, բոլորը 66 հոգի էին։ Հովսեփի որդիները, որոնք Եգիպտոսում ծնվեցին նրա համար, 2 հոգի էին։ Հովսեփի տան բոլոր հոգիները, որոնք Եգիպտոս գնացին, 70 էին։ Հակոբն իրենից առաջ Հուդային ուղարկեց Հովսեփի մոտ, որպեսզի Գեսեմը ցույց տա նրան, և նրանք եկան Գեսեմի երկիրը։ Հովսեփը պատրաստեց իր կառքը և ելավ գնաց Գեսեմ դիմավորելու իր հորը Իսրայելին։ Երբ որ հայրը երևաց, նրա վզովն ընկավ և երկար լաց եղավ նրա վզին փարված։ Իսրայելն ասաց Հովսեփին. հիմա թող մեռնեմ քո երեսը տեսնելուց հետո, որովհետև կենդանի ես դեռ։ Հովսեփն ասաց իր եղբայրներին և իր հոր ընտանիքին. գնամ հայտնեմ փարավոնին և ասեմ նրան,
Իմ եղբայրներն ու իմ հոր ընտանիքը, որ Քանանի երկրում էին, եկել են ինձ մոտ։ Այդ մարդիկ հովիվներ են, որովհետև խաշնարած են եւ իրենց հոտերը, արջառները եւ իրենց ողջ ունեցվածքը բերել են։ Եթե փարավոնը կանչի ձեզ եւ ասի, թե ինչ է ձեր արհեստը, ասացեք. մենք քո ծառաները մեր մանկությունից մինչև հիմա խաշնարածներ ենք, մենք էլ մեր հայրն էլ, որպիսի բնակվեք Գեսեմի երկրում, որովհետև ամեն հովիվ եգիպտացիների աչքին գարշելի է։